Բարև ընկերներ, այսօր կրկին խոսելու եմ ձեր կողմից բարձրացված հարցերի մասին։ Այսօր մարտի 8-ն է, կանանց միջազգային օրն է։ Շնորհավորում եմ բոլորին տոնի կապակցությամբ։ Սիրելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, թող գալիք օրերը եւ ձեր կյանքի մնացած տարիները այնպես դասավորվեն, որ դուք մտածեք միայն այսօր ինչ հագնեմ եւ ուր գնամի մասին, իսկ հոգսերը լինեն անցյալում։ Ընկերներ, օրեր առաջ բարձրաձայնել էի, որ Մարալիկի զինկոմը իր ազգականներին եւ մտերիմներին թաքցնում է 25-օրյա վարժական հավաքներից։ Պարզվում է պաշտպանության նախարարի խնդիրը հանրության աչքերին թոս փչելն է ու ուրախ ավտոբուսում սրտի կանելը։ Մարալիկի զինկոմ Սևակ Գրիգորյան, ինչպե՞ս եք, լավ եք։ Ինչն է խնդիրը, որ ձեր հարազատները չեն գնում հավաքների։ Ուղեղից կաղում են, թե ձեր մոտ ազգային եւ ժառանգական հիվանդություններ կան։ Ասեք հասկանանք, ի վերջո ձեր բարեկամների մեջ բոլորը հիվանդներ են, թե սիմուլյանտներ։ Արման Սարիբեկյան, երբ քո մասին խոսեցի, մի քանի անձինք նամակ գրեցին, թե բա դու նորմալ մարդ ես, բա նորմալ մարդու քաղաքում նման անօրինականություններ տեղի կունենան։ Ես քեզ հնարավորություն եմ տալիս այդ մի քանի անձի կարծիքը հիմնատակ չքաննելու համար։ Վաղը երկուշաբթի է, խորհրդակցություն անցկացրա ու լուծի այս հարցը։ Եթե չես կարողանա, ապա դու համայնքապետ չես, այլ այդ աթոռին նստած խամաճիկ։ Սա քո շանսն է։ Ընկերներ, նամակներ եմ ստացել նաև բեռնատարների վարորդներից, ովքեր բողոքում են, որ Մեղրիի մաքսատան աշխատանքից։ Ըստ նամակների, Մեղրու մաքսատան աշխատակիցները անհավասար պայմաններ են ստեղծել հայ վարորդների համար։ Նիկոլ Փաշինյան, դու լրիվ կորցրել ես իրավիճակին տիրապետելու հնարավորությունդ։ Քո պաշտոնավարման ընթացքում ոչ միայն չի վերացել կոռուպցիան եւ թալանը, այլ այն հասել է պատմական մաքսիմումի։ Ցանկանում եմ փոքրիկ զգուշացում անել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին։ Պարոն Անանիկ Ոսկանյան, ձեզ հստակ ժամանակ եմ տրամադրում, որպեսզի ձեր եղբայրը ներողություն խնդրի որդեկորուս մորից, ում հայհոյել է։ Վստահեցնում եմ, սա քո եզակի հնարավորությունն է, որը վաղը չի լինելու։ Սա ձեր մտածած ժամանակները չի, որ ձեր սպառնալիքներով ու անբարոյական խոսելաձևով մարդկանց ահաբեկեք։ Եթե այսօր ներողություն չեք խնդրի, ապա նամակները ստիպված եմ լինելու հրապարակել, որոնք մարդկային բոլոր նորմերին դեմ են։ Բացի այդ, մեկ ամբողջ հաղորդում կնվիրեմ ձեզ, որից դուք այնքան էլ չեք ուրախանա։ Ընկերներ, վաղը անդրադառնալու եմ Արարատի մարզին, Արարատի տխրահռչակ քաղաքապետին, նրանց ապօրինություններին։ Հարգանքներով, ձեր հայը։